Օրենքների կատարելությունը, որ ցուցաբերեցին եւ ուսուցանեցին, քո
Ամենափայլ աշակերտների որպես մենք ենք քո փրկավեր չարչարանքների իշադակը կատարելով առաքյալների սուրբ դասի հետ արժանին ներքո ուսափայլ հարությունը տոնելու և նրանց հետ քեզ խոստովանելու Քրիստոս Աստվածներ փառավորելով հոր և սուրբը այս և միշտ վայրիակ շարունակից ամեն խաղություն ամեն Դարձյալ երկրպագում և փառավորում են քեզ Տեր մեր Աստված Քրիստոս, որի այգիցեսով և համակոյակից սուրբով, որ անդադար փառավորելով սրբասած ձայնով օրհնվում ես հոգեղեն և հրեղեն հրեշտակներից անպատվելի և հրաշազարդ գեղեցիկ խմբերով, հավանեցին հորեղեններից էլ օրհնության խոսքեր լսել, որոնք քո սուրբ առաքյալներից ստացան ավանդությունը և մենք կարողության անձային երկնայինների նմանվելով քո տերության դիմաց անուշ բույրով ուրախացան։ Ընդունիր Տեր և այս խմբերը մեզանից մեղավորներից, որոնք քեզ են մատուցում այս պահին և որ քո խոնարհության իշադակից, որը մեզ համար կատարեցին, մեզ քո աստվածությունը մարմնանման անուշահոտության լցնում, որը մեզ համար հակա և այս նույնտեղեր լվացման միջոցով լվա և մաքրի մեր անմուտ ոգիները, մահաբեր մի շարքի սատանայի դեպի և մեզ արժանի արասում ներորդությանը կամարներ մաքուր, տաճար և օթևան հիմա, միշտ և հավիտյանց վաղճանի ամեն։ Ձայն տյալ իվերաջուց և աստված պարած որոտած և դերնիքին իվերաջում պարզեց։ Մատուցեք տյալով կիսմոլոտ, մատուցեք տյալով կիսմարկան, մատուցեք տյալս պարս ես պատում, մատուցեք տյալս պարս ամդան նորա և երկիպա և տյալ իսրա սրպուտ յան նորա։ Ընթերցում երից դրքից։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասաց, կվնձեր լվացանան պատրաստի, կվնձի շինի նրա պատվանդանը, որպեսի մտածնեն նրա մեջ։ Այն կդնես վրաության խորանի և զոհասեղանի միջև նրա մեջ ջուր կրծնես։ Ահարոն ու նրա որդիները այդ ջրով կլվանան իրենց ձեռքերը ու ոտքերը, և մտնեն վրաության խորանը, ջրով թող կլվացվեն, որպեսի չմեռնեն։ Կամ երբ աշտանում կատարելու և Տիրոջը ողջագեզներ մոնությունը համար կգնան զոհասեղանին, թող լվանան իրենց ձեռքերը ու ոտքերը, որպեսի չմեռնեն։ Դա նրանց համար, նրա և նրանցից հետո գալիք նրա հետևորդների համար հավիտենական հարկ թող լինի։ Ընթերցումս երրորդ Թագավորության գրքից։ Նա տվնձեր 10 աշտեր պատրաստեց, ամեն մի տաշ 40 սափով էր տանում և 4 կանգուն բարձրություններ։ Ամեն մի տաշ դրվեց այդ 10 պատվանդաններից մեկի վրա։ Ուսի վրա ամրացված 5 պատվանդանները տեղադրեց տան աջ կողմում, մյուս 5-ը տան ձախ կողմում, իսկ ավազանը տեղադրեց տան աջ կողմում դեպի հարավ արևելք։ Քիրամը շինեց կաթսաներ 30 տաղ ջուր ցանելու անոթվելու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Սողոմոն արքայի համար իր օժտունը կառուցելիս։ Ընթերցումս երկրորդ Նախուտած գրքից։ Զուլացող մեծ ավազանը շինեց 10 կանգուն դրամագծով շրջանաձև 5 կանգուն բարձրության և 30 կանգուն շրջանագծով։ Դրա տակ շրջանակի կային զուլացող եզներ, որոնք 10 կանգուն դրամագծով շրջապատել էին այն։ Զվարակները միաձուլ էին։ Զվարակների 12 հատներին 3-ը նայում էին հյուսիս, 3-ը նայում էին արևմուտք, 3-ը նայում էին հարավ, 3-ը նայում էին արևելք։ Ավազանը տեղադրված էր դրանց վրա և դրանց գավառներն ուղղված էին դեպի ներս, իսկ ավազանի խորությունը 1 թիվ էր։ Նրա շուրջը բաժակերի շրջի նման էր, վրան շուշան ծայրքներ էին կանգնած և 3000 չափ խարողություն ուներ։ Նա այս ամենն ավարտեց, նա պատրաստեց 10 ավազան, 5-ը դրեց աջ կողմում, 5-ը ձախ կողմում։ Որ նրանց մեջ լվանան և ողողեն ողջակիցման գործիքները, իսկ մեծ ավազանը նրա համար էր, որ քահանաները լվացվեն նրա մեջ։ Ընթերցումս Եսայիա Մարգարոթյան գրքից։ Մի վախեցիք ծառայի մակով, երբ դուք սլեցյան և Իսրայելում ընտրել են։ Ես ջուր պիտի տամ ծառաբացներին, որոնք ընթանում են անջրի տեղերով իմ հոգի դնեն քո զավակի վրա և իմ օրհնանքները քո որդիների վրա։ Սերի թագավորը և նրա քրդի զորությունների Տերը։ Ընթերցում
որովհետև խմեցին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այս ժայռը ինքն էր Քրիստոս։ Ընթերցումը Հովհաննես առաքյալի ընթանրական առաջին համակցը։ Սիրելիներ, սիրեք միմյանց, որովհետև սերն Աստծո արգելն է։ Ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում Աստծուն։ Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերն այս ձևով է հայտնվել մեզ։ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի կյանք ունենանք նրանով։ Ճշմարիտ սերն այս է անում։ Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Աստվածինքը սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն ինքներ մենքերի աղոթով։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ուրեմն մենք ևս պետք է սիրենք միմյանց։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե մենք սիրենք միմյանց, նշանակում է Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, և Աստված միացած է մնում մեզ։ Ապացույցը, որ մենք միացած ենք մնում Աստծուն և Աստված է մեզ, հունիքը նրա հոգին է, որը Աստված տվեց մեզ։ Եվ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր որդուն ուղարկեց, որպեսզի նա աշխարհի փրկիչ լինի։ Ով դավանում է Հիսուս Աստծո որդին է, նա միացած է մնում Աստծուն և Աստված է նրան։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք այդ սերը, որ Աստված ունի մեր հանդեպ, Աստված սեր է։ Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն և Աստված է միացած նրան։ Հետևաբար սիրեք Աստծուն, որովհետև նախ ինքը սիրեց մեզ։ Այն մարդը ասում է, ես սիրում եմ Աստծուն, բայց ստում է ատում իր եղբորը, ստախոս է։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում։ Աստված սեր է, ասում է որոնման որդի Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, և նա, ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրա մեջ։ Եվ արդ եղբայրներ, սիրո մասին այս ճարը լսեք և մտքներումդ պահեք։ Ամեն որ Աստծուն է սիրում, նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է եղել, որովհետև եղբորը մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում, ինչպես պիտի կարողանա սիրել։ Այսպես Աստծուն սիրողներ կանչվեցինք, և մեր եղբորը հոգևոր սիրով սիրենք և ոչ թե մարմնավոր, որովհետև այլ է հոգևոր սերը և այլ մարմնավոր, որի մասին առաջ անցնելով ասեմ, պետք է խոսենք ավելի ուշ ուրիշ տեղում, բայց ամեն որ սիրում է, ճանաչվում է Աստծուց և ինքը ճանաչում է Աստծուն, և ամեն որ իր եղբորը ցավակցաբար չի սիրում, օտար է Աստծո համար, և չի կարող աստվածային շնորհները ընդունել։ Ամեն ով իր եղբորը սուրբ սրտով է սիրում, Աստծո համար բնակարան է լինում, և Աստված նրա մեջ է բնակվում, որովհետև ինքը Տերը սիրեց մեզ և ճշմարտության հոգին ուղարկեց մեր մեջ բնակվելու, որպեսզի մեր իմանալի հոգիներ Աստծո անիմանալի հոգու հետ սիրով կապվեցին, և ինչպես նա սիրեց մեզ, նույնպես և մեր մեջ է կամենում միմյանց հանդեպ սեր։ Տես, Աստծո մոտ սերը որչափ առավելություն ունի, որ մարդուս Աստծո նման է դարձնում, քանի որ Աստված իր սիրով մարդացավ և ցույց տվեց, որ մարդիկ իրենց սիրով Աստծո նման պիտի լինեն, որովհետև Աստված այնչափ սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին ուղարկեց աշխարհի փրկության համար։ Եվ եթե մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Աստված սիրեց մեզ, ոչինչ է չարը, որ մեր սերը խափանի։ Ամեն ով սիրում է մարդկանց, առաջ հայտնի է և Աստծո առաջ համարձակ, որովհետև մահացու մեղքերը և մեղքերից երկյուղ չունի, այլ Աստծո սիրով զինված է բոլոր երկյուղալի վտանգներից անվավ։ Ուր սեր կա, այնտեղ երկյուղ չկա, ինչպես Հովհաննեսն է ասում, սիրո մեջ երկյուղ չկա, որովհետև սերը կատարյալ է և հեռու է հանում երկյուղը, քանի որ երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ սերը համարձակության։
ուստի երկյուղը հալածվում է սիրուց, և ուսել չկա, այնտեղ դատաստանի սարսափ կա և կորուստյան վաղ, մեծ դատաստանի օրվա համար, իսկ սերը մարդուց բոլոր տանջանքներից անվախ է պահում, այն սերն ասում է, որ բոլորովին հեռու է երկվայությունից, որովհետև երկվայությունն ու սերը միասին չեն կարող բնակվել։ Եվ բացահայտ է, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում իր խաղաղության պտուղը, այլև այս աշխարհի մեջ բոլոր թշնամությունները, նախանձը, ատելությունը, ողակալությունը, չարությունը, չարախոսությունը, հայհոյությունը, տրտունջը, բամբասանքը, հպարտությունը և ամբարտավանությունը և մանավանդ բոլոր չարիքների մայր արծաթ սիրությունը և ագահությունը հալածում է։ Արդ, նա ով սեր ունի, այս բոլոր չարիքներից հեռու է և երկնային ապահով խաղաղական հանգիստն ու մշտնջենական բարու արժանի կդառնա։ Ինչ է ավելի խաղաղական, քան սերը, ձերբազատված լինելով բոլոր կռովություններից և Աստծո համար հաճելին կատարել։ Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծո որդիներ և երկնքի արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը ապականացու բնությունը անավականի է վերածում և մահկանացում անմահության է փոխում։ Սերը երկրայիներին երկնայիներ է դարձնում և հողեղիներին հրեղիներ է վերածում։ Եվ ով կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, որովհետև այն անճարելի և անպատմելի է, և ինչպես որ Աստծո անել բնությունն է անքննելի, այնպես էլ սիրո բնությունն է անքննելի, և ինչպես Աստված անբավելի է, բայց բոլորին մոտ է և բնակվում է հեզերի խոնարհների մոտ, և նրանց, ովքեր իր խոսքից դողում են, նույնպես և սերը բոլորին մոտ է, որ կամենում է նրան, և ինքը կարող բնակվում է իրեն խնդրողների մեջ։ Քանի որ սերն իր սիրելիներին սիրում է և իր ատելիներին ատում։ Նրանք, ովքեր սեր են փնտրում, մոտ է նրանց աստվածապես, որովհետև Աստված սեր է և սուրբ սրտից ու անկեղծ հավատքից բխող սիրով կամեցող է։
եւ իր աշակերտներն ընտրում էին սատանան արդեն իսկ Իսկարիովտացի Սիմոնի որդի Հուդայի մտքում դրել էր Հիսուսին մատնելու խորհուրդը։ Հիսուսը իմանալով հանդերձ, որ Հայրն ամեն իշխանություն տվել է իրեն, եւ որ ինքն Աստծուց է եկել եւ Աստծու մոտ է գնում, վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց իր վրայի հագուստը եւ մի սրբիչ վերցնելով կապեց մեջքին, ապա ջուր վերցնելով լցրեց կոնքի մեջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով։ Երբ մոտեցավ Սիմոն Պետրոսին, սա ասաց նրան. «Տեր, դու ես լվանալու իմ ոտքերը»։ Հիսուս պատասխանեց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։ Պետրոսն ասաց. «Երբեք դու իմ ոտքերը չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քո ոտքերը չլվանան, ինձ հետ բաժին չես ունենա»։ Տերը ասաց Սիմոնին. «Պետրոսը ուրեմն ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերը ու գլուխն է լվա»։ Հիսուս պատասխանեց. «Նա ով լվացված է, մաքուր է լինում, հետևաբար պետք է միայն ոտքերը լվանան։ Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորը»։ Քանի որ Հիսուս գիտեր, թե ով է մատնելու իրեն, դրա համար է ասաց. «Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորը»։
Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, մեր Տեր Հիսուս Քրիստոս, սքանչելագործ Աստված, հզոր և փառավորված, անիմանալի վերացած ու բարձրացած, քան բոլոր փառքերը, դու որ նստում ես քերովբեական կարգի մեջ, և վերնային սրբասած սերովբեների կողմից դավանվում ես որպես մեկը սուրբ երրորդությունից, որի համար քեզ հոր և սուրբ հոգու սոսկալի ձայնով երեք սրբյալ փառաբանություն եք մատուցում, իրեն ծրել բերաններով սարսափելով քո աստվածության աթոռի առջև, ասելով՝ լի է ողջ երկիրը քո փառքով։ Դու Տեր, տեղի տալով քո մարդասիրությանը չկարողացար անտեսել քո արարածներին, հողից ստեղծվածներին, այլ բարեհաճեցի նաև մեր բնությունից փառավորվել, մեր հողեղեն իստորական, բնությունը խառնելով վերնական, հոգեղեն ու հրեղեն աննյութական բնության է, աշխարհի եկար հոր և սուրբ հոգու կամքով, ծառայի կերպարանք ստացար սուրբ և անարատույս Մարիամից, և հոր ճշմարիտ խոսքը տավեղծ ու անապական, նոր ու անճարելի, խառնումով, մարմնանալով և կատարելով բոլոր ստվերատի օրենքների և անօրենքի ու մարգարեների լրելու, ճշմարիտ օրենսդիր, իմ Աստված Հիսուս Քրիստոս, և ամեն ինչի ավարտին եկար խորհրդի վերնատուն, կատարեցին նաև սա նոր փրկagorցության Մովսիսադիր, ստվերատիր, գարնազեն խորհուրդը, որը նախ Եգիպտոսում պատկերվեց և ինքնին սուրբ քահանայապետը խորհրդի կատարողն ու Աստուծո գառը, որ վերցնում ես աշխարհի մեղքը, մեկ անգամվա պատարագով սիրով ալտեցին քո մարմինը, բաշխելով քո ընտրյալ աշակերտներին, և նրանց հրամայեցին մեզ համար քո եղած քո կամավոր չարչարանքներու մահը պատմել մինչև քո մյուս անգամվա երկրորդ ու փառավոր գալուստը։ Բայց նախքան այս բոլորը անճարելի խոնարհությամբ մեկ կողմ դնելով հանդերձները, դաստարակով զգեստավորվեցին դու, որ լույսը հագած ունես որպես վերարկու, և դու ում ծնրադրում են երկնավորներն ու երկրավորները, հողեղեն ոտքերը լվանալու նպատակով տնօրինական մարդեղությամբ խոնարհվելով աշակերտների ծնկների առջև և մասնավորապես սուրբ ավազանի խորհուրդը պատկերելով
միայն ոտքերը լվանալով ճանաչեցնել տվեցի, իսկ կատարյալ խոնարհությունը հայտնապես ուսուցանեցի ու ավանդեցի ասելով, թե մի օրինակ տվեցի ձեզ, որպես ինչպես որ ես ձեզ արեցի, դուք էլ միմյանց անեք։ Եվ այլ բարերարներ, մենք քո մեղավոր ծառաներն ու քո արոտի հոտը, Սուրբ առաքյալների միջոցով մեզ ավանդված քո աստվածային օրենսդրության համաձայն, Սուրբ եկեղեցու գավիթ հավատացածները սաղաչում ենք քեզ, արքունական աթոռից ուղարկիր քո էակից և քո ծնողին փառակից Սուրբ Օգուտ, որպեսզի գալով հանգչի մեր հավատատեղիում և սրբի այրջուրը մեր մեղքերի թեթևության և ամեն տեսակի բարի ճանապարհների ընթացքի համար, որպեսզի սրանով զորացնելով մեր գարշապարները խաչով զգեստավորված անխափան ընտանան քո պատվիրանների հավիտենական ճանապարհով և արժանի ունենք հասնելու սրբերի ժառանգության բաժնին լույսի մեջ և գոհանալով փառավորենք ամենասուրբ երրորդությունը այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամենեցուն։ Աստծո երկիր պագեսություն։ Դարձյալ երկրպագում և աղաչում ենք քո ամենակուտ ողորմությանը, քավիր մեր հոգիների աղբ անօրենություն այս ջրի միջոցով, ինչպես ողջ երկրի անօրենությունը Նոյի օրոք հեղեղի ջրով, և ինչպես Նեեման ասորու գորոզությունը Հորդանանի ջրով, և ինչպես զանազան աղբերը սերովի ջրերի հուսվելի միջոցով, և ինչպես ողջ աշխարհի մեղքը վերստին ծննդյան սուրբ ավազանի միջոցով, և ինչպես որ այն ժամանակ հաստատելով քո ճշմարիտ մարտերությունը տնօրինաբար խոնարհվեցին և լվացին քո երանելի առաքյալների ոտքերը, զորացնելով նրանց գարշապարները ողջ տիեզերքում քո ավետարանով ընթանալու, ինչպես և աներկյուղ համարձակությամբ թշնամու զորությունները կոխոտելու համար, նույնպես և մեր մեջ հրաշագործի մարդասերն է, քո աներևույթ գալստությամբ, որպեսզի և մենք քո շնորհներով զորացած անխափան ընթանանք քո պատվիրանների շավիղներով, որով և բրկության հասնելու արժանանանք քո բոլոր սրբերի և գոհանալով փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Օգուտ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Դրորմյա, ամենքի գլովն է մեր Իսուս Քրիստոս Աստված, քո մեծ ողորմության պատճառով յուղի օծումը ընդունեցին Որդի կնոջից և նրա իշակակը ավանդեցին ողջ տիեզերքում քո քարոզության սուրբ ավետարանի միջոցով։ Ուստի սուրբ առաքյալները օրհնության յուղը Սուրբ Օգուտ տվչության ընդունելով ավանդեցին քո բոլոր ավետացյալներին, որպեսզի քահանայական խորհրդակատարության պաշտոնի քո սուրբ եկեղեցում։ Արդ մենք ըստ այն ողի օրինակի օրհնում ենք այս յուղը քո ավետացյալների ոտքերի օծման համար և խնդրում ենք քո մարդասիրությունից ուղարկիր մեզ մոտ քո շնորհների նույն ոգին, որ գալով թող մեր մեջ բնակվի և բժշկի մեր հոգիների մեղքերը, որպեսզի միշտ և ամեն ժամ գալալով ամենալավ գթությունից կատարենք քո աստվածային խոնարհության իշակակը և փառավորենք քո սքանչելի տնօրենությունների զորությունը, ըստ որի փառավորված ես բոլոր արարածներից, մեր Տեր և Քրիստոս Հիսուս Քրիստոս, Հոր և Oh
Պահպանին ջրույց հավատացել Այա պահպան և ոնքյան զյուղս երկուրս աշխարհն հայոց սիմվոլությունս կորդում Անթովանյակ սուպ և պայքական խաչին ընքորի կաղացյան Բրգյազակ երեմել եվանեմ ուշնամույն արժնամրյա գորության պարավորես Կեզ ընքոր և ընցրփոք այժմ երկնիշ դրախիտ յանս հակնենից Սիրելի հավատացան Ուրեմն մոտենում են մկրտված մարդ տղաների և տղամարդկանց տարիքային սահմանափակ չկա աղջիկ երեխաների մինչև 10-11 տարեկան ոչ հավատ տղաների սահմանափակ չկա աղջիկների մինչև 10-11 տարեկան